Դե ինչ սիրելի հեռուստադիտող, վերադարձանք գովազդից եւ մեր տաղավարում է մեր այսօրվա առաջին հյուրը։ Այս ուսումնական տարին կավարտվի մայիսի 22-ին, այդ օրը վերջին 19-րդ եւ 12-րդ դասարանցիների համար։ Վերջին օրերին տարբեր որոշումներ ընդունվեցին բուհընդունվելու կարգի մասին, դպրոցն ավարտելիս հանձնվող քննությունների, ողջ ուսումնական տարիների կուտակված արդյունքներով դպրոցն ավարտելու մասին մեր տաղավարում է Աննա Խաչյանը, ուսուցչական առաջնորդություն, մագիստրոսական ծրագրի ղեկավար, խոսելու ենք ժամանակակից կրթության, մարտահրավերների, կրթական նոր որոշումների եւ նորությունների մասին առհասարակ։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ ձեր առավոտը սկսում եք մեզ հետ։ Ես եմ շնորհակալ։ Սիրով, սկսենք հիմնական հարցից, որոնք են ժամանակակից կրթության ամենակարևոր մարտահրավերները։ Կարծում եմ այդ հարցին պատասխանելու համար երևի թե ոչ միայն ժամանակակից, այլ երևի նաև մինչ ժամանակակից եւ հետ ժամանակակից առհասարակ կրթության մասին երբ խոսում ենք, կրթության արժեվ դրված հիմնախնդիրը հետեւյալն է՝ պատասխանել, փորձել առհասարակ պատասխանել ով եմ ես հարցի։ Այսինքն կրթությունը առաջին հերթին ինքնաճանաչման, մարդու այդպես տեղի բացահայտման, մարդու գոյության եւ առհասարակ դրա իմաստի, գոյության իմաստավորման խնդիրն է դրված կրթության արժեվ եւ հետեւաբար այս հարցը, այս գոյաբանական ու արժեքային հարցն է, որ դրված է եղել թե բոլոր ժամանակների կրթության արժեվ եւ այդ թվում նաեւ ժամանակակից կրթության արժեվ։ Երբ խոսում ենք ժամանակակից տերմինը գործածելով, այո, այսօր նաև մենք խոսում ենք տեխնոլոգիական այն զարգացումների մասին, որոնք որ տեղի են ունենում աշխարհում, այն բոլոր փոփոխությունների մասին, որոնք որ առկա են, բայց նաև պետք է փաստենք, որ այդ փոփոխությունները առհասարակ, ինչպես ասում են, ապագան միշտ անկանխատեսելի է եւ միշտ լի է անակնկալներով։ Եվ անակնկալները այս առումով տարբեր ձև կարող են ընկալել, հա, մենք ապրում ենք մի երկրագնդում, որտեղ որ այո կան պատերազմներ, կան համաճարակներ, կան տարբեր գլոբալ երևույթներ, որոնք տեղի են ունենում եւ բնականաբար կրթությունը չի կարող անմասն մնալ կամ չկրել այն բոլոր փոփոխությունների ազդեցությունը, որը որ կատարվում է առհասարակ մեր շուրջը։ Եվ հետեւաբար կրթության արժեվ թերևս ծառացած այո հիմնական հիմնախնդիրը այդ հետեւյալն է օգնել մարդուն ճանաչելու ինքն իրեն, ճանաչելու աշխարհը, իր շուրջը տեղի ունեցող երևույթներով հանդերձ եւ այդ ամենով պայմանավորված նաեւ հասկանալ որն է գոյության եւ մարդու իմաստավորման խնդիրը։ Եվ հետեւաբար ձեր հարցը այո, ես շատ այսպես հերվից եկա, բայց թերևս այո ժամանակակից կրթության արժեվ դրված հարցն էլ հենց դա է, փորձել հասկանալ որն է արդեն եւ այսօրվա եւ վաղվա կրթության եւ աշխարհի համար մենք ինչ մարդ ենք պատրաստում եւ ինչպես ենք պատկերացնում առհասարակ ապագայի աշխարհը եւ այդ ապագայի աշխարհում ովքեր պետք է ապրեն եւ արարեն, որովհետեւ նաեւ կրթությունը հենց այդ այո, եթե վերադառնանք փիլիսոփաներին, ասում են նաև կրթությունը սովորելն է ապրելու մասին։ Եթե խոսենք, հա, ներողություն, եթե խոսենք այսօր կրթական համակարգչում ուսուցչի կերպարից, այսօր ուսուցիչը ավելի գիտելիք տվող է, թե ուղղորդող։ Այստեղ նաև կարևոր է հարցը որտեղ այսօր, բայց նաև որտեղ, որովհետև նաև շատ կարևոր է մենք ինչ կոնտեքստի մասին ենք խոսում, որովհետև նաև այո, դպրոցների մասին, այո։ Ես կարող եմ ասել, թերևս այն հարցը, որ մենք արձանագրում ենք, կամ այն խնդիրը, որ արձանագրում ենք, այն է, որ այո, կրթությունը վաղուց արդեն դադարել է լինել միայն կամ ուսուցիչը վաղուց արդեն դադարել է լինել գիտելիք փոխանցող, այլ ավելի շատ հանդես է գալիս որպես մենթոր, որպես ուղղորդող, որը պետք է ձևավորի այն միջավայրը, որտեղ որ ստեղծում եւ համաստեղծվում է աշակերտների հետ միասին կրթական գործընթացը։ Եվ հետեւաբար այս առումով, այո, մենք նաեւ հենց այսօր խոսում ենք այն մասին, որ ուսուցիչները պետք է լինեն այո ժամանակի առաջամարտիկները, դրա համար նաեւ մենք օգտագործում ենք ուսուցիչ առաջնորդ տերմինը, որովհետեւ ուսուցիչներն են հենց այն մարդիկ, ովքեր որ նաեւ այդ հայացք ուղղելով դեպի ապագային, պետք է պատկերացնեն, թե ինչեր են տեղի ունենում եւ ինչպես պետք է աշակերտների հետ պատրաստվել հենց այսօր այդ վաղվա օրվան։ Եվ այս առումով գալով ձեր հարցին, այո, ուսուցիչները պետք է լինեն այդ ուղղորդողները, մենթորները, միջավայր ստեղծողները, որտեղ որ աշակերտների հետ միասին տեղի է ունենում կրթական, երևի կրթության ամենակարևոր գործընթացներից մեկը մտածողական, իմացական եւ ճանաչողական գործընթացը։ Եվ դա հենց պետք է խթանեն աշակերտների մոտ։
Բայց մեր օրերում Հայաստանի մակարդակում ուսուցիչներից քանի տոկոսն է պատրաստ լինելու առաջնորդ եւ առաջնորդ ապագայի համար։ Արդյոք ուսուցիչները տեսնում են այդ ապագան եւ արդյոք նրանց մոտեցումները հնացած չեն։ Եթե խոսենք, տեսեք, եթե մենք խոսում ենք առհասարակ կրթության եւ նաեւ այն մարտահրավերների առջեւ, երևի թե այստեղ կարեւոր է հասկանալ առհասարակ մեր կրթական համակարգի համար, հենց հայաստանյան կրթական համակարգի համար, ինչ խնդիրներ ունենք եւ ինչ հիմնախնդիրներ կան։ Եվ այստեղ մի քանի բան պիտի արձանագրենք։ Առաջինը, այո, Հայաստանում կրթության ճգնաժամը սկսվում է նրանից, որ մենք ունենք 1400 այս պահի տվյալներով 1400 դպրոց եւ ունենք մոտ 700 ուսուցչի թափուր հաստիկ։ Սա ինչ է ենթադրում, սա ենթադրում է, որ մի շարք առարկաներ տարիներով չեն դասավանդվում դպրոցներում, որը ենթադրում է, որ աշակերտները, օրինակ, տարիներով չեն անցնում ֆիզիկա, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, լեզուներ։ Եվ մյուս բանը, որ այս նույն խնդիրը մենք ունենք մասնավորապես թեմառարկաների հետ կապված։ Մենք ունենք անհավասարություն գյուղական համայնքներում եւ քաղաքային համայնքներում սովորող աշակերտների մեջ եւ նաեւ կա այստեղ աղքատության խնդիրը, որը եւս անդրադառնում է կրթության որակի վրա, որովհետեւ հետեւաբար կրթությունը նաեւ այս պարագայում մենք ինչ խնդիր ունենք, մենք խնդիր ունենք նախ հավասար եւ արդար կրթություն ապահովել բոլոր աշակերտների համար, անկախ իրենց սոցիալ-տնտեսական պայմաններից, անկախ նրանից իրենք որտեղ են գյուղում են ծնվել, քաղաքում են ծնվել, ինչ համայնքներում են ծնվել, ինչ սոցիալ-տնտեսական կարգավիճակում են գտնվում։ Եվ մյուս բանը, որ նաև մենք ունենք նաև ուսուցիչների պարագային նաև գենդերային հավասարության խնդիրը, այսինքն այս պարագայում մեր կրթական համակարգում հիմնական մասամբ եւ որը որ նաև աշխարհի տենդենսն է, կանայք են այս ոլորտում եւ սա եւս մի հարց է, որի առջեւ կանգնած է մեր այսօրվա կրթական համակարգը։ Մյուսը մենք այսօր չունենք ուսուցիչների վերապատրաստման կամ առհասարակ պատրաստման այն ակադեմիական հենքը, որը որ հիմք կտա, որպեսզի մեր ուսուցիչները կամ այն մարդիկ, ովքեր որ ընտրել են մանկավարժությունը որպես մասնագիտություն, ավարտելով կամ անցնելով այդ կրթությունը, պատրաստ լինեն մուտք գործել դպրոց եւ նաև դասավանդել եւ որակյալ կրթություն ապահովել, որովհետեւ կրթությունը որակյալ կրթությունն է, որ պետք է մենք ապահովենք եւ հասանելի դարձնենք աշակերտների համար։ Եվ այս առումով այս խնդիրները եւ նաև ուսուցչի դերի եւ հեղինակության հարցը կա այստեղ, որքանով է նաև հասարակության մեջ առհասարակ գնահատվում ուսուցչի դերը, ուսուցչի աշխատանքը, որովհետեւ ուսուցիչները նաև մեր հասարակության 1%-ն են կազմում, մեր պարագայում, մեր երկրի պարագայում 1.25%-ն են ուսուցիչները։ Սա նշանակում է, որ 1.25%-ը պատասխանատու է կրթելու մնացյալ տոկոսին հանրության։ Եվ երևի թե այս խնդիրները, նաև այս հիմնախնդիրները հաշվի առնելով, նոր պետք է գանք այո այն հարցին, թե որոնք են նաև այսօր ուսուցիչների առջև կանգնած մարտահրավերները եւ խնդիրները։ Կրթական ոլորտում վերջին շրջանում բազմաթիվ բարեփոխումներ են եղել եւ շարունակում են լինել ու ամեն ինչ տանում է նրան, որպեսզի կենտրոնում լինի աշակերտը, որպես անձ, կապ չունի տարիքը անձի, բայց աշակերտակենտրոն կրթական համակարգ ենք փորձում ստեղծել, բայց ինչն է խանգարում, որ չենք կարողանում դրան գալ, թե գալիս ենք պարզապես դանդաղ քայլերով։ Կրթության մեջ առհասարակ փոփոխություններ ակնկալելը կարճ ժամանակում դա թերևս այո այդքան էլ իրատեսական այո մոտեցում չէ եւ հետեւաբար այո կրթության ոլորտում մենք վերափոխումների այս բaragայում ես նաեւ կօգտագործեմ վերափոխում բառը, որովհետեւ այո բարեփոխումը արդյունքները ցույց կտան դա բարեփոխում էր թե ոչ, բայց վերափոխումների արդյունքը մենք տեսնում ենք տարիներ անց։ Այս առումով այո մեր երկրում արդեն մի քանի տարի սկսվել է հենց կրթության ոլորտում, հանրակրթության ոլորտից մեկնարկվեց այս վերափոխումները մեկնարկեցին եւ այս առումով այո մենք կարեւոր արձանագրումներ ենք արել թե ինչպիսին ենք պատկերացնում որ պետք է լինի կրթությունը, որով մենք ունենք այս պահի դրությամբ կրթության ռազմավարություն ունենալը շատ կարևոր բան է եւ այս առումով հատկապես այս աշխարհում, այս անորոշությունների աշխարհում ռազմավարություն ունենալը պատահական չէ որ հենց ռազմարվեստ բառից է ցակել, որովհետեւ այո հենց ռազմի մեջ եւ մարտի մեջ են որ անկանխատեսելիությունները շատ են եւ այս պարագայում էլ այո հաշվի առնելով այդ անկանխատեսելիությունները մենք ինչպես ենք պատկերացնում այն կրթությունը, որը որ պետք է ընդհանրապես հասանելի դարձնել մեր աշակերտներին։ Եվ այս առումով վերադառնալով ձեր հարցին, թե այդ փոփոխությունները ինչ, այդ փոփոխությունները
կամաց իրենց ազդեցությունը ունենան, բայց այլ հարց է արդյոք մենք մեր երկիրը նկատի ունենալով մեր աշխարհագրական դիրքը, նկատի ունենալով մեր բնակչությունը, մենք ժամանակ ունենք դանդաղ քայլերով ընթանալու, թե մեզ անհրաժեշտ են շատ ավելի կտրուկ քայլեր, թե մեզ անհրաժեշտ են շատ ավելի կտրուկ միջամտություններ, որպեսզի այդ շղթան ի վերջո, որովհետև փոքր լինելը նաև շատ մեծ հնարավորություն է տալիս որոշ գործընթացներ շատ ավելի արագ կազմակերպելու տեսանկյունից։ Եվ հետևաբար այստեղ հենց արդյոք կրթությունը մենք դիտարկում ենք այն հնարավորությունը, որը որ թույլ կտա մեզ գուցե այո, ճեղքելու այս նոր դարաշրջանում մի նոր ձևաչափով եւ նոր մոդելի կրթություն ստեղծել Հայաստանում, որը որ օրինակելի կարող է լինել աշխարհի համար։ Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է։ Այդ ձեր ասած վերափոխումներից ամենածանրը եղավ մեր ուսուցիչների համար ատեստավորումը։ Ատեստավորման փուլը արդյոք, բայց սա որքանով է անհրաժեշտ էր դպրոցին։ Իմ կարծիքով անհրաժեշտ էր իհարկե, շատ ծնողներից եմ այդ կարծիքը լսել բնականաբար, բայց դուք ինչպես եք վերաբերվում այդ թեմային։ Այստեղ եթե էլի փորձենք հասկանալ առհասարակ ատեստավորման երևույթը ինչու մտավ իրականություն եւ դա ինչին է միտված եւ ինչն է խթանում, այստեղ ընդհանուր մոտեցմանը, որի նպատակն է, որպեսզի դպրոցում աշխատեն պատրաստված մարդիկ, ովքեր տիրապետում են իրենց առարկային առաջին հերթին, որովհետև նաև այստեղ թեպետ մենք ուսուցիչները ասում ենք, որ գիտելիք փոխանցող չեն այլևս միայն, այլ նաև մենթորն են, ուղղորդողն են, բայց շատ կարևոր է, որ այդ ակադեմիական գիտելիքի կրողը լինեն։ Հետևաբար այստեղ այո, շատ կարևոր է, որ դպրոցում աշխատեն մարդիկ, ովքեր ունեն ակադեմիական պատրաստվածություն։ Եվ այս առումով կամավոր ատեստավորումը սա նաև խթաներ խրախուսանքերները, որ ուսուցիչները այո ժամանակ առ ժամանակ եւ ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ առհասարակրթությունը շարունակական երևույթ է եւ հենց ուսուցիչները պետք է լինեն այն սովորողները, առաջին հերթին սովորողները, ովքեր պարբերաբար աշխատում են իրենց մասնագիտական հմտությունների եւ կարողունակությունների վրա եւ զարգացնում են դրանք եւ սա նաեւ պետության կողմից այս պարագայում խրախուսման մի համակարգի մի միջոց է, որը որ աշխարհի տարբեր երկրներում կան ուսուցիչների օրինակ համար ստեղծված տարբեր սոցիալական բենեֆիտներ եւ փաթեթներ, որը այս պահի դրությամբ մեր երկրում կամավոր ատեստավորման ֆորմատն է, բայց հույս ունենք նաեւ առաջիկայում կլինեն նույն սոցիալական բենեֆիտների տարբեր այլ ձևաչափեր ուսուցիչների համար, որովհետեւ այն մարտահրավերների առջեւ, որոնք որ կանգնած են ուսուցիչները, այստեղ նաեւ կարեւոր է ուսուցիչների համար այո, ինչ պայմաններ են ստեղծվում, որպեսզի այդ մարտահրավերները ուսուցիչները կարողանան հաղթահարել եւ նաեւ դրա մոտիվացիան լինի հաղթահարելու, որովհետեւ այդ ուսուցիչների բարեկեցությունը եւ առհասարակով կարող է լավ դասավանդում իրականացնել կամ հաջողված սերունդ կրթել այն մարդիկ, ովքեր որ այո, իրենց տեղում իրենց զգում են հաջողված, զգում են իրենց ապահովված եւ նաեւ զգում են մարդիկ, ովքեր որ այո, կարող են մտնել դասարան եւ դասանում իրականացնել այն փոփոխությունը, որը որ իրենց աշակերտների հետ միասին, որի մասին որ խոսում ենք շատ։ Քիչ առաջ խոսեցինք աշակերտներից որպես անհատներ, որքանով է հնարավոր, որ մեկ ուսուցիչը մտնի 30 հոգանոց դասարան եւ կարողանա անհատական վերաբերմունք ցույց տալ բոլոր 30 աշակերտներին եւ արդյոք մեր օրերում օրինակ գնահատվելը, որոնք գնահատական չստանալը կամ ստանալը կարևորվում է որպես անհատականություն ձևավորելու հարցում մարդուն։ Կարծում եմ, այստեղ նաև մենք որոշակի շփոթ ունենք առհասարակ գնահատման համակարգի գնահատական ստանալու, չստանալու, որովհետև այստեղ եւս կան տարբեր ինտերպրետացիաներ այդ երևույթի։ Ինչ վերաբերում է անհատական մոտեցում ցուցաբերելուն, կրթության մեջ գոյություն ունի ուսումնառության համընդհանուր ձևավորում մոտեցումը եւ մոդելը, երբ այո, ուսուցիչը աշխատելով 30 հոգանոց դասարան, կան երկրներ, որտեղ այդ դասարանները 60 են, 70 են, 80 են եւ կա մեկ ուսուցիչ, հետեւաբար ինչպես պետք է կազմակերպվի ուսումնական գործընթացը, ուսումնառությունը, որպեսզի բոլոր աշակերտները լինեն ներգրաված գործընթացում։ Բոլոր աշակերտները գործընթացում որպեսզի ներգրաված լինեն, կարևոր է որ ուսուցիչը հասկանա աշակերտների կարիքները եւ կարողանա գնահատել աշակերտների կարիքները, հետեւաբար իր դասը պլանավորելիս մտքում ունենալով այդ կարիքները, այնպես պլանավորի դասը, այնպիսի միջոցներով, մեթոդներով, մեխանիզմներով, որպեսզի աշակերտները լինեն ներգրաված, որովհետեւ մեր հիմնական խնդիրը հետեւյալն է, որ աշակերտները գնում են դպրոց
Բայց դպրոցում իրենք այդպես անհասկանալի է թե ինչով են զբաղվում դպրոցում կամ դպրոցում բացակայում են բրոդսկի նման արտահայտություն ունի ասում եմ ես այստեղ եմ присутствую при полном своем отсутствии այսինքն աշակերտները գնում են դպրոց բայց իրենց հետ տեղի չի ունենում ուսումնառության գործընթաց որովհետև իրենք ներգրաված չեն հիմնական խնդիրը հետևյալն է որ բոլոր աշակերտները պետք է լինեն դասարանում տեսնված, լսված, ուսուցչի կողմից, իրենց ընկերների կողմից, դասընկերների կողմից, որովհետև միայն ներգրավման միջավայրն է, որ կարող է ապահովել, որպեսզի տեղի ունենա ուսումնառություն, որովհետև միայն ակադեմիական գիտելիքի փոխանցումը չէ, դպրոցը միայն դրա մասին չէ։ Դպրոցը հենց այդ միջավայր ստեղծելու մասին է, որտեղ մարդիկ, աշակերտները սովորում են իրարից, սովորում են ուսուցչից, իրենց դասընկերներից, մյուս ուսուցիչներից եւ միասին նաեւ հենց սովորելով եւ միասին մտածելով են մեծանում եւ իրենց կենսագործունեությունն ապահովում։ Չգիտեմ որքանով պատասխանեցի։ Գնահատվելու հետ կապված մենք գիտենք, որ մինչև 5-րդ դասարան չեն գնահատվում աշակերտները, բայց բնորոշիչներ են տալիս աշակերտներին, բայց որքանով է կարևոր գնահատական ստանալ քո արած ինչ-որ գործողության համար, այս դեպքում սովորելու համար, թե աշակերտը պետք է արդեն ընկալի, որ ինքը սովորում է իր համար, այդ տարիքում հնարավոր է այդ ընկալումն ունենալ, թե ոչ։ Նախ, այո, նշեմ նա, որ մինչև 5-րդ դասարանը եւս տեղի ունենում գնահատման գործընթաց, պարզապես դա միավորային գնահատում չէ։ Դա ձևավորող գնահատում է, որը ոչ պակաս գնահատման ձևաչափ է։ Այս պարագայում, ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք որակյալ կրթության մասին, որոնք են որակյալ կրթության կամ առհասարակ արդյունավետ կրթության հիմնական 5 չափանիշները։ Չափանիշներից մեկը, ինչպես նշեցի, որպեսզի տեղի ունենա իմացական, ճանաչողական գործընթաց դասի ընթացքում։ Մյուս բանը, երբ ուսուցիչը կարողանում է մշակել այնպիսի իր առարկայի վերաբերյալ այնպիսի կոնտենտ, որը որ համապատասխանում է իրական կյանքի պահանջներին նաև, այսինքն դա կտրված չէ, աշակերտը սովորում է մի բան, որի կիրառությունը նաև շատ ուղիղ պատկերացնում է իր կյանքում։ Երրորդ կետը հենց սոցիալական այդ կապերի ստեղծումն է դասարանում։ Չորրորդ կետը գնահատման համակարգի եւ հետադարձ կապի մշակույթի ձևավորումն է։ Այսինքն այո, աշակերտները մշտապես եւ պարբերաբար պետք է իրենց աշխատանքի համար ստանան հետադարձ կապ եւ գնահատվի իրենց աշխատանքը, որպեսզի նաեւ պատկերացնեն իրենք որտեղ են գտնվում իրենց ուսումնառության գործընթացում եւ որտեղ պետք է ինչ ուղղություններով պետք է աշխատեն բարելավելու համար։ Հետևաբար այն, որ կա որոշակի շփոթ գնահատման, գնահատականի միավորի, կարծում եմ, այստեղ մենք խնդիր ունենք հենց այս փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, այո, մատչելի եւ ճիշտ ձևով ներկայացնելու, բացատրելու եւ վերապատրաստելու, որպեսզի այս գործընթացները տեղի ունենան, որպեսզի ոչ միայն ձևաչափը փոխվի, այլ նաեւ դրա բովանդակությունը ընկալվի եւ ամենակարևորը իմաստավորվի։ Ինչու-ի պատասխանը, թե ինչու է կարևոր գնահատել կամ չգնահատել կամ առհասարակ, այդ ինչու-ի պատասխանը յուրաքանչյուր ուսուցիչ պետք է առաջին հերթին ինքը իրեն տա որպես ուսուցիչ։ Եվ նաև ծնողները իրենք իրենց հերթին, աշակերտները իրենք իրենց հերթին։ Շատ լավ, շնորհակալություն իրականում շատ կարևոր զրույցի համար։ Մեր տաղավարում սիրելի հեռուստադիտող ուսուցչական առաջնորդություն ներողություն մագիստրոսական ծրագրի ղեկավար Աննա Խաչյանը, իսկ մենք շարժվենք առաջ եւ դիտենք գովազդ, այնուհետեւ վերադառնանք մնացեք Շանթի հետ։